Նստեք խնդրեմ։ Թուրքիայի հայ համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ողջունում եմ ձեզ եւ շատ ուրախ եմ ձեզ տեսնելու եւ այս առիթի համար։ Իհարկե ես հասցրեցի մամուլը եւ սոցիալական ցանցերը արագ աչքի անցկացնել, շատ խոսում են եւ որակում են այցը պատմական Թուրքիայի մեր գործընկերներն էլ արդեն հասցրեցին այդպես որակել, բայց պիտի ասեմ նաեւ, որ ըստ էության այս այցը, որը շատ կարևոր է, շարունակությունն այն process-ների, որը ըստ էության մեկնարկեցին 2022 թվականին Պրահայում իմ եւ նախագահ Էրդողանի միջև տեղի ունեցած առաջին հանդիպումով, որից հետո հատուկ ներկայացուցիչների միջև երկխոսություն սկսվեց Հայաստանի եւ Թուրքիայի միջև, որից հետո նաեւ արտաքին գործերի նախարարների միջև եւ արդեն արտաքին գործերի նախարարությունների միջև ակտիվ շփումներ սկսվեցին, նաեւ նախորդ տարի Թուրքիայի նախագահի հետ հանդիպում տեղի ունեցավ Նյու Յորքում, այս ընթացքում մի քանի հեռախոսային խոսակցություններ ենք ունեցել եւ իհարկե սա շատ կարեւոր հանգրվան է։ Ես պիտի ասեմ, որ մինչեւ վերջին շրջանում ինչ է փոխվել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների միջև։ Առաջին հայացքից ոչ շատ շոշափելի, բայց իմ կարծիքով շատ էական բան, որովհետեւ եթե մի քանի տարի առաջ, եթե մեզ պետք լիներ ճշտել այս կամ այն հարցում Թուրքիայի դիրքորոշումը, բացի հրապարակային հայտարարություններից եւ Թուրքիան ուզենար այս կամ այն հարցում ճշտել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը որևէ հարցում, կարծում եմ երկուստեք պետք է դա փորձեինք պարզել երրորդ երկրների միջոցով, բայց շատ կարևոր եմ համարում, որ արդեն բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն եւ սա կարծում եմ շատ էական եւ կարեւոր պայման է, որ մենք կարող ենք մշտապես հաղորդակցության մեջ լինել եւ փորձել որոշակի օրակարգեր ձևավորել, քննարկումներ ունենալ։ Ես նկատի ունեմ ոչ միայն այն հանդիպումները, որոնք երկկողմ մակարդակում պաշտոնապես տեղի են ունենում, այլև եթե չասենք ամենօրյա, այնուամենայնիվ շարունակական եւ մշտական աշխատանք, ինչը չափազանց կարեւոր է։ Ինչ բովանդակություն կունենա այսօրվա այցը, իհարկե ի տարբերություն նախորդող շրջանի, հիմա Թուրքիայի հետ մեր շփումները շատ ինտենսիվ են, այնուամենայնիվ տարածաշրջանի եւ միջազգային զարգացումները իրենց ծավալով շատ ավելի մեծ են եւ ես կարծում եմ, որ առաջին հերթին այս այցը իմ դիտանկյունից եւ իմ պատկերացմամբ մեզ համար լավ հնարավորություն է, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները, այդ դիրքորոշումների նրբությունները, առանձնահատկությունները եւ լուծումների մասին պատկերացումները հնարավորություն ունենանք ամբողջական ներկայացնել Թուրքիայի մեր գործընկերներին, իհարկե նախագահ Էրդողանի հետ առանձնազրույց կունենանք այս թեմայով, մեր գործընկերները իրենց գործընկերների հետ ընդլայնված կազմով քննարկումներ կունենանք եւ դա շատ կարեւոր է, որը միարժեքորեն որոշակի ազդեցություն կունենա հետագա իրադարձությունների զարգացման վրա եւ համոզված եմ նոր խթան կտա Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։